Իմ գրություն պիտի չկնար բատայել, եթե ես ուրախնայի իմ հայությունով։ Շատ մկրակետներ կճանչնամ եվրոպական և ամերիկական, որ հայ են, բայց իրենք կարևորություն չեն տար իրենց հայելալու։ Սիրակ Գորյան, այս կեղծանվամբ հանդես եկած գրողին շատ կարճ ժամանակ անց ողջ աշխարհը պետք է ճանաչեր որպես հանճարեղ գրող Ուիլյամ Սարոյան։ Սարոյանն անսահման սիրով սիրել է իր ընտանիքը։ Այդ սերը նրան փոխանցվել է ծնողներից։ Հոր Արմենակ Սարոյանի պատկերը մշտապես ուղեկցել է նրան և քիչ դերակատարում չի ունեցել իր գրական ճանապարհին։ Այն կյանքը, որ ունեցավ Վիլյամ Սարոյանը, նրան բերեց արվեստ, որովհետև արվեստում մարդիկ ունեն ասելիք։ Ոչ բոլորի մոտ է, որ ասելիքը դառնում է արվեստ, բայց Սարոյանի մոտ դարձավ այնպիսի արվեստ, որ նվաճեց ամբողջ աշխարհը, և այդ արվեստից ազդվեցին նշանավոր գրողներ Քերուակը, Բուկովսկին, որոշ առումով, Սելինջերը և այլք։ Սարոյանը դարձավ այն կերպարը, որի կենդանության օրոք ռեստորանում սենդվիչներ, կոկտեյլներ էին անվանում նրա անունով։ Նրա անունով գրվել է պիես, ինչպես Սոկրատեսի մասին ժամանակին սպիտակահեր տղան, այդպես էր անվանվում։ Նա հաճախ ծաղրվել է հայ լինելու համար մայրցապարտությամբ, մինչև վերջ կրել է այն հայ լինելը իր ազգային արժանապատվությամբ։ Վիլյամ Սարոյանը ծնվել է Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքում, Բիթլիսից գաղթած հայ բանաստեղծ Արմենակ Սարոյանի և նրա կնոջ Թագուհու ընտանիքում։ Ցավոք, հոր ներկայությունը երկար վայելելու հնարավորություն չի ունեցել։ 1911 թվականին 37 տարեկան հասակում մահացել է Սարոյանի հայրը Արմենակ Սարոյանը։ Ուստի ճակատագրի ու կյանքի բերումով Սարոյանը կանոնավոր կրթություն չի ստացել։ 7 տարեկանից սկսեցի լրագրեր վաճառել մայթերում ու խաչմերուկներում։ 3-րդ դասարանում առաջին անգամ վաստակեցի դպրոցի ամենաչար տղայի համբավը ու ինձ հաճախ անկյուն էին կանգնեցնում, հայհոյում, քաշում մազերս ու ականջներս։ Ի վերջո վռնդեցին դպրոցից, խոստովանել է նա։ Պատմում էր, որ մի անգամ տանը ոչինչ չի եղել, ընդամենը ունեցել են 66 սենտ։ Ասում է մայրս հորս տվեց, որ երթա քիչմը յուղ, քիչմը ալյուր, քիչմը բրինձ բերե։ Ասում է հայրս գնաց շատ են, տուն եկավ, մայրս ասեց ուր է յուղ, բրինձ, ալյուր, ասեց մարդ մտեսա և այդ թրամ տվի իրեն, մայրս ասեց 10 սենտ տայիր, 16 սենտ տայիր, ինչու փոլորը դվիր։ Ասում է տվեցի, ինչ իմանամ, և մայրս ասեց հոգ չէ, հայուտուն է, քիչմը ալյուր, քիչմը բրինձ, քիչմը յուղ կգտնվի։ Ամուսնու մահից հետո Թագուհի Սարոյանը ստիպված է լինում երեխաներին մանկատուն հանձնել։ Մանկատան ճանապարհին ես սկսեցի լաց լինել։ Մայրս նախատեց ինձ, ասելով. դու արդեն տղամարդ ես, իսկ տղամարդը չի լալիս։ Ես դադարեցի լաց լինել։ Հիշում է Սարոյանը։ Երբ մայրը ստիպված է լինում 3-ամյա Վիլյամին թողնել որբանոցում, նրան մի տիկնիկ է նվիրում, որը մշտապես պահպանվել է Սարոյանի հիշողության մեջ։ Հետագայում էլ գրել է, որ այդ տիկնիկով կարծես մայրը ցանկացել է փարատել իր բացակայությունը։ Այդ տիկնիկի կերպարը մի քանի անգամ արտացոլվել է նրա ստեղծագործություններում։ Այդ մանկատանը Սարոյանը անցկացրեց 5 տարի։ 3-ից մինչև 8 տարեկան նա մնաց մանկատանը և նոր 8 տարեկան հասակում նրան վերադարձրեցին ընտանիք։ Իհարկե մայրը գալիս էր և գնում էր, այցելում էր իր երեխաներին, բայց նրա հիմնական կրթությունը, նրա հիմնական դաստիարակությունը իհարկե մանկատան շնորհիվ էր արվում։
Երբ որ նա հայտնվեց տանը, ըստ Սարոյանի հուշերի, տատը սկսեց նրան սովորեցնել հայերեն խոսալ։ Իսկն հայերենը նրա երևի երկրորդ լեզուն էր, եւ տատն էր հիմնականում զբաղվում այդ հարցերով, եւ ինքը շատ էր սիրում տատին, եւ տատը մեծ ազդեցություն ունեցավ հետագայում նրա ստեղծագործական կյանքի բնավորության վրա։ Ինքը 3 տարեկանին հայրը մահացավ։ Ուրեմն այդ փածը մնաց իր սիրտին մեջ, մինչև գնաց Հայաստան, մինչև գնաց Պիտլիս, մինչև իր կյանքը արդեն բավական մեծ քրող էր եւ այլն, եւ վերջը իր վերջին 20 տարիներ իր կյանքին սկսավ անդրադառնալ իր հայկական ինքնության մասին եւ նորից այդ ինչպես հայկականությունը բերեր իր գործերին մեջ։ Մի քանի տարի անց Ուիլյամը վերադառնում է մանկատնից, բայց նրա մանկությունն այլևս խաթարված էր։ Նա ստիպված էր օգնել մորը լրագրեր վաճառելով փողոցում։ Մի օր հարևան երեխաներն ինձ կանչեցին բեյսբոլ խաղալու։ Ես շատ լավ գիտակցելով, որ պետք է մնացած թերթերը վաճառեմ, չկարողացա հրաժարվել այդ առաջարկից ու միացա երեխաներին։ Հանկարծ լսեցի մորս ձայնը. «Ինչով ես զբաղված»։ «Խաղում եմ, մայրիկ», պատասխանեցի, բայց մորս հայացքը բավարար էր, որ հասկանամ, իրավունք չունեմ նմանվելու մյուս երեխաներին։ Ես աշխատում եմ։ Ուիլյամը պատանի էր, երբ մայրը Թագուհին նրան հանձնեց հոր բանաստեղծությունների տետրակը։ Այդ դիպվածը շրջադարձորեն փոխեց Սարոյանի կյանքը։ Դա 1922 թվականն էր։ 14-ամյա Վիլյամի համար պարզ է դառնում, որ հայրը շատ տաղանդավոր է եղել։ Գրել է բանաստեղծություններ ու պոեմներ հայրենիքի լեզվով։ Սա օգնել է նրան կողմնորոշվել սեփական ապագայի հարցում։ Մոտավորապես 19-20 տարեկան հասակում նա ունեցավ առաջի հրատարակված պատմվածքները։ Քիչ թե շատ լուրջ ամսագրերում ամերիկյան, որոնք իհարկե մեծ փող չէին բերում կամ ընդհանրապես փող չէին բերում, բայց գոնե ինքը գիտեր, որ նրա պատմվածքները ընտրվում են, տպվում են, ուրեմն ինքը իրանից ինչ-որ բան է ներկայացնում։ Վիլյամ Սարոյանը հայազգի այն հանճարեղ գրողներից մեկն է, ով երբեք չի խորշել խոսելու իր հայ լինելու մասին։ Նա միշտ ներկայացել է յան ազգանունով եւ միշտ ներկայացրել է որպես հայ գրող եւ կարողացել է կոտրել այդ պատնեշը, որ այլ ազգի պատկանելությամբ մարդիկ չեն կարող լինել աշխարհի գրողներ։ Նա համոզված էր իր հանճարեղության մեջ եւ կարողացավ աշխարհին համոզել դրանով։ 1926 թվականին 18-ամյա Վիլյամը, որ մինչ այդ արդեն հասցրել էր աշխատել փոստատար, սևագործ բանվոր եւ սեզոնային մշակ, աշխատել Սան Հոակինի ֆերմաներում ու խաղողի այգիներում, թողնում է հարազատ ծննդավայրը Ֆրեզնոն ու գնում Սան Ֆրանցիսկո, որտեղ աշխատում է որպես հեռագրատան ծառայող, սպորտային ապրանքների խանութի վաճառող, պահեստի բանվոր, ապրելով վարձով տրվող տարբեր սենյակներում։ 30-ական թվականներուն համարյա ամեն տարի Սարոյանը գրքեր է հրատարակել, ասում է օր կլար, որ 2 պատմվածք կգրեի եւ Սարոյանը մի գրամեքենա ուներ, որ 15 տարեկանից այդ գրամեքենան իր մոտ էր եւ ուր ճամփորդում էր անպակաս էր գրամեքենան։ Եվ եթե առավոտ մոտենայի իր հյուրանոցի, իր սենյակի դռանը, այդ տկտկոցը գալիս էր։ Առաջին ստեղծագործությունը տպագրել է 1933 թվականին Բոստոնի հայրենիք շաբաթաթերթում, Սիրակ Գորյան ստորագրությամբ։ Ընդամենը 1 տարի անց հրատարակված առաջին գիրքը խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա եւ այլ պատմվածքները միանգամից մեծ ճանաչում են բերել նրան։ Պատմվածքի անունը հեղինակը վերցրել էր 19-րդ դարում գրված մի երգից։ Հենց այդ գրքի մասին ամերիկյան քննադատներից մեկը գրել է. «Ինչն է հատկանշական Սարոյանի համար որպես գրողի։ Սարոյանը բուռն է, պորտկուն եւ խելացի։ Նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային։ Նա միամիտ է ձևանում, սակայն բնավ միամիտ չէ։
Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով։ Նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը։ Նա իր հարևանությամբ ապրող Չապլինին այնպիսի ոգևորությամբ էր պատմում մեր երկրի ու մշակույթի մասին, որ հանճարեղ կատակերկակը ցանկություն էր հայտնել Սարոյանի ուղեկցությամբ այցելել Հայաստան։ Ցավոք, այդ այցը չի իրագործվում։ Ես երբեք չեմ տեսել մի գրողի, որ այդքան նման լինի իր գրականությանը որպես մարդ։ Ինձ ապշեցնում էր, հիացնում էր Սարոյան գրող մարդը։ Երբ քայլում էր, իսկ ինքը շատ արագ էր քայլում, արագ, դժվարանում է իր հասնել հետևից, ասում էր, ասանք արագ պիտի քայլենք, որ մահը, տխրությունը, հոռետեսությունը մեզ չհասնի։ Ու թվում էր այդ քայլողը մեկ Գրեգորն է, մեկ Հոմերն է, մեկ Վեսլի Ջեքսոնն է, մեկ Ջոնին է, մի մեծ հրաշամանուկ էր, իմաստուն, կարծես հեքիաթից պոկված այն բարի պապիկն էր, որ անընդհատ պատժում էր չարին և միշտ բարին հաղթում էր։ 1939 թվականին Ուիլյամ Սարոյանն ընդամենը 6 օրվա ընթացքում գրում է «Քո կյանքի ժամերը» ստեղծագործությունը, որի շնորհիվ արժանանում է Պուլիցերյան մրցանակի, հրաժարվելով դրանից։ Պուլիցերյան հեղինակավոր մրցանակից հրաժարվելու փաստը հապշեցրել էր ժամանակի ամենակարկառուն դեմքերին, բայց Սարոյանն ուներ իր սկզբունքները եւ երբեք չէր դավաճանում դրանց։ Առևտուրը իրավունք չունի հովանավորելու արվեստը, ասել էր նա, ով 1934-ից 1963 թվականներն ընկած ժամանակահատվածում 6 անգամ պարգևատրվել էր Օ. Հենրի մրցանակով։ Ուիլյամ Սարոյանը հայ չլիներ, գուցե թե շատ ավելի մեծ համարում ունենար աշխարհում, քան հիմա ունի, չնայած էլի մեծ համարում ունի։ Մի առիթով հիշում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում փորձում էի գրադարանում նյութեր անգլերեն Ուիլյամ Սարոյանի մասին եւ հայտնաբերեցի մի ինտերվյու, որտեղ հարցեր են տալիս Ուիլյամ Սարոյանին, գիտեք, որ Ուիլյամ Սարոյանը ստացել էր Պուլիցերյան մրցանակ, որից հրաժարվել էր, եւ այդ ժուրնալիստը, այդ լրագրողը հարցնում է, ասում է, իսկ եթե դուք Նոբելյան մրցանակ ստանաք, միստր Սարոյան, դուք էլի կհրաժարվեք, եւ շատ անսպասելի պատասխան է տալիս Ուիլյամ Սարոյանը, ասելով՝ մի վախեցեք, ես Նոբելյան մրցանակ չեմ ստանա։ Պուլիցերյան մրցանակի նյութական հոնորարը կազմում էր $10,000։ Այդ ժամանակների համար դա ահռելի գումար էր, իսկ Սարոյանն իր ընտանիքի հետ կարիքի մեջ էր, սակայն մնում էր անդրդվելի, պնդելով, որ պետությունը պետք է չմիջամտի գրականության գործերին։ Սարոյանի այս արարքն առաջացնում է ոչ միայն իր հակառակորդների, այլև առաջին հերթին հենց ընտանիքի անդամների ու բարեկամների դժգոհությունը։ Դրան հետևում է նաև Էրնեստ Հեմինգուեյի հեգնանքը, ինչ կարիք կար 14 տարի անց կրկնելու Սինկլեր Լյուիսի արարքը։ Բոլորը չէ, որ Պուլիցերյան մրցանակից հետո Նոբելյան մրցանակ են ստանում։ Սարոյանին բնականաբար դուր չեն եկել Հեմինգուեյի խոսքերը, որին նա տվել էր արժանի հեգնական պատասխան, անդրադառնալով նրա մահը կեսօրից հետո պատմվածքին։ Իրականում այդ պատմվածքն ինձ դուր է գալիս։ Անկամ եթե Էրնեստ Հեմինգուեյը հիմար է, նա գոնե ճշտախոս հիմար է։ Հեմինգուեյն էլ իր հերթին անպատասխան չի թողնում Սարոյանին։ Աստված վկա է, պարոն Սարոյան, եղել են մարդիկ շատ ավելի լավը, քան դուք, եկել են ու գնացել։ Եվ հետո ոչ ոք չի հիշել նրանց մասին, արագ մոռացվել են։ Ահա այսպես թանձրացել է Սարոյան-Հեմինգուեյ հայտնի հակամարտությունը, որի շուրջ բազմաթիվ պատմություններ կան։ Պատմություններ կան նաև այն մասին, որ Սարոյանի եւ Հեմինգուեյի վեճերը հասել են նույնիսկ ծեծկռտուքի։ Ասում են, Փարիզի սրճարաններից մեկում կա մի ցուցանակ, որի վրա գրված է. այստեղ վիճել են Սարոյանն ու Հեմինգուեյը։ Սարոյանին իսկապես շատ են տանջել, վշտացրել ժամանակի գրականագետները, սվիններով են մոտեցել, նույնիսկ եղել են մարդիկ, որ անվանել են հիմար, բայց կարճ ժամանակում հաշտվել են այն մտքի հետ, որ գործ ունեն մի մեծատաղանդ գրողի հետ։ Եվ իզուր չէ, որ նրան դրել են ժամանակի մեծ գրողների, Հեմինգուեյի, Ֆոլքների, Կոլդուելի, Ստայնբեքի կողքին։
1942 թվականին Սարոյանը զորակոչվել է բանակ, որտեղ դարձյալ չի շեղվել ստեղծագործական ուղուց, աշխատելով զինվորական սցենարների ստեղծման վրա, իր հայացքն ուղղելով պատերազմի ողբերգական իրողությանն ու դառը հետևանքներին։ Այդ թեման գրողն արտահայտել է մարդկային կատակերգություն վիպակում եւ Ուեսլի Ջեքսոնի արկածները վեպում։ Նրա ռազմական ընկերներից մեկը Ստենլին էր, ով պատմել է, թե ինչպես են պատերազմական սոսկալի տարիներին միասին գրել սցենարներ, նկարահանել ֆիլմեր ու ռեպորտաժներ։ Մարդկային կատակերգություն ֆիլմի սցենարի համար Վիլյամ Սարոյանն արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակին։ Այդ ֆիլմի նկարահանող խմբից միայն Սարոյանը ստացավ այդ Օսկարը օրիգինալ գաղափարի համար։ Ճիշտ է, Հոլիվուդում մի մեծ ընդհարում տեղի ունեցավ Սարոյանի եւ Մայերի միջև, Մետրո Գոլդվին Մայերի ղեկավարներից մեկի հետ, որովհետեւ Սարոյանը կարծում էր, որ ինքը կարող է այդ ֆիլմի ռեժիսորը լինի։ Բայց Հոլիվուդը ասաց ոչ Բիլ։ Սա շատ լուրջ բազմամիլիոնանոց նախագիծ է, մենք չենք կարող քեզ դա վստահել, չնայած շատ ենք քեզ հարգում, դա պետք է անի պրոֆեսիոնալ ռեժիսոր, կինոռեժիսոր։ Արդեն Օսկարակիր Սարոյանի առջև խոնարհվեց ողջ Հոլիվուդը։ Սա նորից բորբոքեց Հեմինգվեյի ստեղծագործական նախանձն ու զայրույթը։ Մարդկային կատակերգությունն իր հաջողությամբ ու հասույթով մի քանի անգամ գերազանցում էր «Ում մահն է գուժում զանգը» ֆիլմին։ Փոքր դրամաներում ինքը շատ հետաքրքիր է եւ իր Razzle Dazzle փոքր պիեսների գրքում անդրադարձել է մի շատ կարևոր կետի։ Նա ասում է, որ օրինակ այն հայտնի հեյով կա տարեկանի արտում, սովյալները եւ այլն եւ մի շարք նույն բան ունեմ ասելու, մետրոյի կրկես եւ այլն այս պիեսները գրվել են ընթերցանության համար։ Դրա պատճառով էլ մենք հաճախ տեսնում ենք, որ ոչ բոլոր ներկայացումներն են հաջողում թատրոններին։ Իրենք շատ են թատերային, բայց դա խապկանք է, ամեն ռեժիսոր չէ, որ կարող է տակից դուրս գալ։ Եվ ամեն դերասան չէ, որ կարող է Սարոյանի կերպար ստեղծել։ Երբ առաջին անգամ դողալով զանգ տվի Բեռնարդ Շոուին, ասանք բան պատահեցավ։ Պարոն Բեռնարդ Շոու, ձեզի կանհանգստացնե Ուիլյամ Սարոյանը։ Այսպես ինձ կսեին ամերիկացիները, Սարոյան։ Շատ ամչեցա, երբ Բեռնարդ Շոուն ասավ, որքան ես գիտեմ, դուն ոչ թե Սարոյան ես, այլ Սարոյան։ Շատ ամչեցա, գրել է Հանճարեղը։ Սարոյանի գրական շատ կերպարներ ներկայացնում են հայկական միջավայրը, ազգային ավանդույթներով ու բարքերով։ Հայրենիքի մոտիվը, ինչպես եւ նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց կերպարները մշտապես ներքին պայքարի մեջ են նոր աշխարհի նյութականացված արժեքների հետ, հակադրվելով դրանց առաջ քաշած չափանիշներին։ Այդ ամենն իրենց դրսևորումն է ստացել Իմ սիրտը լեռներում է, Քո կյանքի ժամերը, Քարանձավի մարդիկ, Իմ անունն Արամ է, Խաղողի այգին եւ այլ ստեղծագործություններում։ Ինքնավստահությունը մի կողմից նրան դուրս քաշեց այն փոսից, որ նստած էր ինքը եւ իր ընտանիքը երկար տարիներ, աղքատությունից դուրս քաշեց անհայտ լինելուց եւ դարձրեց աշխարհահռչակ գրող։ Սարոյանի ինքնավստահությունը ինչ որ չափով նույնպես վատ ծառայություն մատուցեց Սարոյանին, որովհետեւ նա ոչ ոքի չէր լսում։ Մի կողմից դա լավ էր, մի կողմից դա ուներ իր բացասական կողմը։ Սարոյանը մի կողմից ամերիկացի էր, քանի որ Ամերիկայից բացի ուրիշ մշակույթ չէր տեսել, քանի որ ծնվել էր եւ եփվել էր այդ միջավայրում։ Միևնույն ժամանակ նա հայ էր եւ շատ լավ գիտեր հայոց պատմությունը, շատ լավ պատկերացնում էր հայոց պատմության դրաման։ Սարոյանն իր ստեղծագործություններում առավելագույն կերպով ցուցադրել է իր հայկականությունը։
Նա գտնում էր, որ իր գրական ժառանգության լավագույն տարրը հենց դա է՝ իր ինքնության արտացոլանքը գրի միջոցով։ 1935 թվականից սկսած Սարոյանը 4 անգամ եղել է խորհրդային Հայաստանում։ Հայաստանում նրանց սիրում ու սպասում էին բոլորը։ Նրա ներկայությունն իսկական տոն ու իրադարձություն էր ինչպես մտավորականների, այնպես էլ ժողովրդի համար։ 1964 թվականին Սարոյանն այցելել է նաև նախնիների ծննդավայր Բիթլիս։ Այս այցելության տպավորությունների ներքո հետագայում գրել է իր հայտնի Բիթլիս պիեսը։ 2018 թվականի օգոստոսի 31-ին Ֆրեզնո քաղաքի Griffith Way 27-29 հասցեում, այն տանը, որտեղ Սարոյանն անցկացրել է իր կյանքի վերջին 17 տարիները, նրա 110-ամյակի կապակցությամբ վերածնունդ հիմնադրամի նախաձեռնությամբ բացվել է գրողի տուն-թանգարանը։ Սարոյան House նախագիծը նպատակ ունի գրողի առաջին եւ դեռևս միակ թանգարանում կենտրոնացնելու Վիլյամ Սարոյանի թողած գրական ժառանգությունը, նորագույն տեխնոլոգիական լուծումներով ներկայացնելու նրա ամբողջական կերպարն ու խառնվածքը, բացահայտելու նրա մինչ այս անհայտ կողմերը։ Հենց այս նախագծի շնորհիվ Ֆրեզնոյի քաղաքապետարանի հատուկ որոշմամբ օգոստոսի 31-ը հռչակվել է Վիլյամ Սարոյանի օր։ Իմ կարծիքովս ամենակիչ հասկացված բանը Սարոյի մասին իր արվեստի հետ կապված հանճարեղը, այսինքն ինքը բավական մեծ արվեստագետ էր եւ մեկ բաթ ունենք այս թանգարանին մեջ, ուր կցուցաբերվի իր գծակրությունները, իր սերը թեպի արվեստ եւ ինչպես ինքը արվեստը իր քրությունները, այսինքն որպես քրող, բայց եւ արվեստագետ, ինձ համար շատ մեծ նոր հայտնաբերում էր։ Այստեղ ինտերակտիվ պատերի միջոցով ներկայացված են Սարոյանի կյանքի տարբեր ժամանակափուլերի լուսանկարները։ Հենց սկզբից որոշված է եղել թանգարանին չտալ արհեստական լիություն եւ կոտրել տուն թանգարանային մինչ այսօր գործող կարծրատիպերը, կիրառելով ժամանակին ներդաշնակ տեխնիկական հնարքներ եւ դրանցով ընդգծելով թանգարանում տիրող սարոյանական միջավայրն ու շունչը։ Այս պատն ամբողջությամբ ներկայացնում է Սարոյանի ջրաներկով արված գրաֆիկական աշխատանքները։ Իսկ այս մասում ցուցադրված են նրա գրքերի շապիկները։ Երբ Սարոյանը մահացավ 1981 թվականին, հակառակ իր կամքին տունը վաճառվեցավ, այսինքն իր հիմնադրամը վաճառեց տունը եւ գնաց օտար ցերկերի մեջ մինչեւ 2016-17 թվականին, երբ աճուրդի թրվեցավ, այսինքն մարդիկ չէին գտնաբայել եւ այդպես պիտի վաճառվեր եւ այդպես Հայաստանից Ռենեսանս Մշակութային եւ Intellectual Foundation-ը Արթուր Ջանիբեկյանը որոշեց գնել տունը եւ նորոգել որպես տուն թանգարան։ Արդեն 2016-ից մինչեւ 2018 այդ բացումին այդ պատահեցավ։ Ուրեմն շատ մեծ եւ կարեւոր կորձ մներ։ Ստորակետ ճարտարապետական հիմնարկը Մերուժան Մինասյանը իրենք պատասխանատու են ընդհանուր ցևը, այսինքն բադերը եւ սրհաները եւ այլն, եւ Գարեն Միրզոյանը ինքն էր պատասխանատու ավելի կոնտենտի, այսինքն ինչ պիտի լիներ, ինչ նկարները, ով ինչ պիտի լար, ուր պիտի լար եւ այլն, եւ այդ խումբը միասին աշխատելով ստեղծեց այս թանգարանը։ Այս սենյակում վերականգնված է սարոյանական միջավայրը, որտեղ էլ հյուրերին ողջունում է մեծ գրողի հոլոգրամը։ Թանգարանը մեծ գամուրջ մնե Հայաստանի եւ Ամերիկայի հետ եւ կարող են Հայաստանից մարդ գալ այս թանգարանը, որպեսզի տեսնեն Սարոյանը եւ հասկանան, թե նույնիսկ սպիրկի մեջ կարող է մեկը բայել իր հայկականությունը։ Եվ ադիգա մեծ քաղաքնիկն է Սարոյանին, որ հոգին է ուր կբահվի ինքնությունը եւ ինձի համար երիտասարդները որքան աստեղ կամ երթան Հայաստան, այո, պիտի տեսնեն իրենց աչքերով, պիտի զգան պատմությունը, բայց հոգիով է միշտ, հոգիով կբահեք քո հայկականությունը եւ այս թանգարանը մեծ ծեր պիտի կատարե այդ բայելու համար։ Նրա ստեղծագործական անկախության ձգտումն էր, որ մղեց նրան հիմնել սեփական թատրոնը, որը ցավոք երկար չգոյատևեց։ Այսօր Ֆրեզնոյում գործող Սարոյանի անվան թատրոնը լրացնում է այդ մեծ բացը։ Վիլյամ Սարոյանի գրականությունը, Վիլյամ Սարոյանի թատրոնը, ես իմ կյանքի 4 տարիները Աննայի հետ միասին
մենք նվիրել ենք Վիլյամ Սարոյանին, համարյա նրա բոլոր պիեսները բեմադրել ենք եւ ներկայացրել ենք եւ Միացյալ Նահանգներում, մասնակցել ենք Վիլյամ Սարոյանի անվան փառատոնի մեր ընկերների հետ միասին Քարանձավի բնակիչները ներկայացմամբ նրանցից մի քանիսը արդեն լուսահոգի են, ցավոք սրտի, եւ Վիլյամ Սարոյանը դա հենց բարի կյանքը սիրող եւ համատարած բարություն տարածող մի գրող է, մի մարդ, որը նաեւ ուղի է հարթում իր գրականությամբ եւ ապրեցնում է մարդկանց, հենց այդ պատճառով էլ իմ կյանքի 4 տարիները ուղղակի նվիրել եմ նրան եւ հույս ունեմ, որ կշարունակեմ նվիրել։ Ֆինանսական խնդիրներից ելնելով թատրոնը կարճ կյանք ունեցավ։ Սակայն մենք գիտենք, որ Վիլյամ Սարոյանը իսկապես բազմաշնորհ էր, նա գրում էր երգեր իր բեմադրությունների համար, երաժշտության հեղինակ էր, միջամտում էր բեմադրություններին, նրա հետ բարդ խարակտեր է ունեցել եւ նա հաճախ միջամտում էր բեմադրիչների եւ դերասանների աշխատանքին։ Հետաքրքիր է, որ նա հաճախ չէր հավանում իր պիեսների բեմադրությունները ամերիկյան։ Եվ սա է պատճառը, որ նա երբ որ 1976 թվականի իր Հայաստան այցի ժամանակ դիտեց «Իմ սիրտը լեռներում է» Վարդան Աճեմյանի բեմադրությունը եւ բարձր կարծիք հայտնեց, ասելով, թե իմ պստիկ երազեն մեծ գործ շինածեն եւ մի հարցազրույցում էլ ասել էր, թե Ամերիկայեն տեղ ավելի լավ էր։ Այս գնահատականը էլ ավելի արժեքավոր է մեր հայերիս համար, քանի որ նա իրականում շատ դժվարությամբ էր հավանում իր պիեսների բեմադրությունները։ Սարոյանը Ամերիկայում նույնպես սիրել է հանդիպել հայերի հետ։ Նրա հուշերում ճակատագրական է եղել հատկապես ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի հետ ընկերությունը։ 1936 թվականի հոկտեմբերին Մամուլյանի հետ հերթական հանդիպումը պատճառ է դարձել մեկ այլ ճակատագրական հանդիպման, որը սկիզբ էր դնելու Չապլին եւ Սարոյան բարեկամությանը։ Սարոյանի ընկերներից մեկը նրան ծանոթացնում է 17-ամյա շիկահեր գեղեցկուհի Քերոլ Մարկոսի հետ։ Վերջինս միանգամից գրավում է նրա սիրտը։ Նրա կինը խաղաց իր ներկայացումների մեջ, հետո սիրահարվեցին եւ անգամ կինը Կարոլ Մարկոսը փորձում էր հայերեն սովորել եւ հայերեն նամակ գրել։ Սարոյանի վրա ազդել էր պատերազմը եւ նա որոշ ժամանակ կարճ ժամանակ իհարկե ունեցավ հոգեկան խնդիրներ, շատ էր ազդել նրա վրա եւ այդ ժամանակ էր, որ Քերոլը նրան գրեց հայերեն նամակ։ Եվ այս էր պատճառը, հատկապես ամուսինների հարաբերություններն էր, որ ազդել էր նաեւ զավակների վրա եւ որդի հայր հարաբերությունը մինչև վերջ գրեթե լարված էր։ Շիկահեր գեղեցկուհին միանգամից գերում է նրան, որովհետև խիստ տարբերվում էր Սարոյանին շրջապատող կանանցից։ Չնայած Սարոյանի մոր ու քույրերի բացասական տրամադրվածությանը 1943 թվականի փետրվարյան ձնառատ մի օր Վիլյամն ու Քերոլն ամուսնանում են։ Այդ ժամանակ Քերոլն արդեն հղի էր։ Սարոյանը զինվորական ծառայության մեջ էր, երբ ծնվեց նրանց առաջնեկը՝ Արամը։ 1946 թվականին լույս աշխարհ է գալիս Ուիլյամի երկրորդ զավակը, դուստրը Լուսին, ում անվանակոչում են ի հիշատակ Սարոյանի տատիկի։ Քերոլն ազգությամբ հրեա էր, բայց երկար ժամանակ համարձակություն չէր գտնում Սարոյանին ասելու այդ մասին, իմանալով վերջինիս անթաքույց ատելություն այդ ազգի հանդեպ։ Ոչինչ աշխարհում չի կարող մեզ բաժանել, եթե իհարկե հրեա չես։ Հաճախ էր կրկնում Սարոյանը։ Հրեաների հանդեպ այդ վերաբերմունքն ուներ իր նախապատմությունը։ Մի անգամ պատանի Վիլյամը հրեական մի խանութի դռան վրա կարդացել էր փակցված հայտարարությունը. հայերի մուտքը խստիվ արգելվում է։ Մի օր Քերոլը որոշում է վերջ դնել իր սրտին եւ խոստովանում է. Ես հրեա եմ։ Ուիլյամն անմիջապես լքում է կնոջն ու երեխաներին։ Քերոլ Մարկոսը գեղեցիկ ու երիտասարդ կին էր։ Ուստի բնական էր, որ կարճ ժամանական ստացավ ամուսնության առաջարկ, որը նա չմերժեց։ Այդ մասին իմացավ Սարոյանը։ Գործի դրեց ամեն հնարավորն ու խնդրեց եւս մեկ հնարավորություն տալ։ Քերոլն ու Վիլյամն ամուսնացան երկրորդ անգամ։ Ինչու պետք է նոր կին առնեի։
նորի հետ ստիպված ես ծանոթանալ։ Ես էլ ամուսնացա առաջին կնոջս հետ, որին արդեն գիտեի։ Խոստովանել էր հանճարեղ գրողը։ Իսկ հետո երբ հարցրել էին, թե ինչու երկրորդ անգամ բաժանվեց նույն կնոջից, նա պատասխանել էր. որովհետև ես երկրորդ անգամ նույն սխալը գործեցի։ Մինչև վերջին տարիները Սարոյանի գործերի հիման վրա բեմադրվում են բազմաթիվ ֆիլմեր, ներկայացումներ, բայց ելի եմ ասում, դա մեծ մարտահրավեր է ցանկացած ռեժիսորի համար։ Հոլիվուդյան աստղերից Օդրի Հեփբըրնը, Մեգ Ռայանը, Դասթին Հոֆմանը, Շոն Փենը եւ այլք հիացմունքով են խոսում Սարոյանի ստեղծագործությունների մասին եւ իրենց սեղանի գիրքն են սարքել։ Իսկ Ճապոնիայի կայսեր Ակիհիտոյի համար Սարոյանը մի այլ մոլորակ էր։ Երկրորդ ամուսնությունն էլ տարաձայնություններից ու վեճերից զերծ չէր։ Վրա հասավ նոր բաժանումը։ Սարոյանը նույնիսկ փորձեց Քերոլից վերցնել երեխաներին, նրանց դաստիարակությունը վստահելով մորը Թագուհուն, բայց Քերոլն ամեն ինչ արեց ու հետո վերցրեց երեխաներին։ 1959 թվականին Քերոլն ամուսնացավ հայտնի բեմադրիչ Վոլտեր Մեթյուի հետ։ Ողջ կյանքի ընթացքում Սարոյանը ջանում էր լինել իսկական հայր իր զավակների համար եւ ունենալ իր երազած ընտանիքը, թեև զավակների հետ հարաբերությունները հաճախ են լարված եղել։ Իր երևակայության մեջ փայփայելով հայկական ընտանիքի նախատիպը, Սարոյանն իր ստեղծագործություններով մշտապես անդրադարձել է ընտանիքի թեմային, զավակ ծնող բարդ հարաբերություններին, որի արտահայտումն է նաև «Հայրիկ դու խենթ ես» վեպը։ Եկեղեցին ինչ է, հայրիկ։ Մարդկության տան ամենալավ սենյակներից մեկը։ Իսկ Աստված ինչ է, տան գլուխը։ Տարիներ անց Սարոյանը ծանր հիվանդացավ։ Նա տառապում էր քաղցկեղով։ Հասկացավ, որ ապրելու հաշված ժամեր են մնացել։ Կայացավ զավակների հետ նրա հանդիպումը։ Ես գրկեցի հորս ու համբուրեցի ճակատը։ Իսկ նա թույլ ձայնով ասաց. «Շնորհակալ եմ, Մարամ։ Սա կյանքիս ամենաերջանիկ օրն է»։ Վերջին հրաժեշտի մասին պատմել է որդին Արամ Սարոյանը։ Վիլյամ Սարոյանը մահացել է 1981 թվականի մայիսի 16-ին Ֆրեզնոյում։ Դիակիզումից հետո աճյունի մի մասը թաղվել է Ֆրեզնոյի Արարատյան գերեզմանատանը, մյուս մասը Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու Պանթեոնում, իր կտակի ու ցանկության համաձայն։ Սարոյանը մինչ մահկանացուն կնքելը կտակել էր։ Իր աճյունից անպայման մի բուռ հանձնել հայոց հողին։ Մեծանուն գրողի վերջին կամքը կատարվեց։ Նրա հայի հոգին թևածում է ինչպես իր ծննդավայրում, այնպես էլ պատմական հայրենիքում, ապացուցելով մեկ ճշմարտություն. հանճարի սիրտը լեռներում է, հայոց լեռներում։